Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, ես ուզում եմ հայտնել հանձնաժողովի կարծիքը, նշեմ, որ հանձնաժողովում բավականին երկար քննարկում ենք ունեցել նշված նախագծի վերաբերյալ եւ գտել ենք հանձնաժողովով, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը այս պահին բացակայում է, քանի որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը արդեն իսկ նախատեսել է նախագծով ներկայացված արարքի քրեականացումը, ուստի կոչ եմ անում գործընկերներին դեմ քվեարկել նախագծին։ Հարցերի համար հերթագրում։ Արթուր Խաչատրյան։ Գնացան դուք մի կախարդական արտահայտություն արեցիք, ասացիք այս պահին բացակայում է։ Ես կխնդրեի նշել ձեր կամ հանձնաժողովի մեծամասնության կարծիքով, որն է պատեհ պահը եւ որն է պատեհության որոնք են պատեհության որոշման չափանիշները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, հարցի համար։ Ես նշեմ, որ կոնկրետ հանձնաժողովում էլ այդ մասին ասել ենք եւ խոսել ենք Հայաստանի Հանրապետությունում ոչ մի Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի հերքել, չի հերքում ու չի էլ հերքելու հայոց ցեղասպանությունը, այնպես որ այն քրեականացման հոդվածն էլ որ կա, եթե նույնիսկ էլ լինի, կարծում եմ ամբողջությամբ ծածկելու է։ Արձագանք։ Այսքան ես ճիշտ հասկացա, որ քանի դեռ ոչ ոք չի հերքել, իսկ հերքողներ եղել են, կամ եթե նույնիսկ չեն ասել ցեղասպանություն չի եղել, նրա ցեղասպանության բացական հետևանքների հայերեն նսեմացրել են դրա հետևանքները, տենց մարդիկ բազմաթիվ են եղել, եւ տենց քաղաքական ուժեր են բազմաթիվ եղել։ Բայց դուք ասում եք տենց բան չի եղել։ Այստեղ դուք ինչ եք անում, տանում եք սուբյեկտիվ դատողության դաշտ, այսօրվա քաղաքական կուրսը, բուն ցեղասպանության գործունեության, ցեղասպանության հետևանքների նսեմացման քաղաքականություն է վարում, հենց թեկուզ միայն եկեք հասկանանք ինչ է նշանակում այդ արտահայտությունը։ Եվ բանը ասել նույնիսկ նրան, որ Լեմկին ինստիտուտը դատապարտում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ապրիլի 24-ի կապակցությամբ։ Պարոն Խաչատրյան, անդրադառնանք, որ ձեր նշած սահմանումների շրջանակում, այո, եղել են նաև նախկին իշխանության օրոք ցեղասպանությանը նսեմացնող կարգավորումներ եւ այդ ժամանակ պարոն Մինասյանն էլ եղել է падգամավոր ու ոչինչ այդ մասով ոչ մի նախաձեռնությամբ չեղել։ Եղել է, ես կասեմ, եթե Հայաստան-Թուրքիա սահմանը բացվի, ես վաղը կմեկնեմ Վաշինգտոն եւ կհամոզեմ այնտեղի մեր գործընկերներին հրաժարվել ցեղասպանության բանաձևից։ Վարդան Օսկանյան եղել է արտաքին գործերի նախարար 98-ից 2008 թվականներին, միևնույն ժամանակ 99-ից 2012 թվականներին պարոն Մինասյանը եղել է ազգային ժողովի падգամավոր եւ լրիվ կարող էր այս օրենքի նախագծով այն ժամանակ էլ հանդես գալ եւ ասել, ես ինչ եք խոսում հայոց ցեղասպանության հրաժարման բանաձևից եք խոսում։ Այնուամենայնիվ ես կարծում եմ մենք պետք է իրավական փաստերով առաջնորդվենք եւ այդ իրավական փաստերից ելնելով որևէ քրեական գործ այս պահին այդ առումով չի հարուցվել։ Գեգամ Մանուկյան։ Տիկին Ղազարյան, ցեղասպանություն ուրանալը կասկածի տակ դնելը ոնց որ ձեր ղեկավարն անում, մի բան է, ցեղասպանության դատապարտող բանաձևի յետքաշում լրիվ այլ բան, բայց հարցս հետևյալն է։ Հայաստանի Հանրապետություն, դուք ասում եք, որ հիմա կարգավորումներ կան։ Հայաստանի Հանրապետությունում ինչ կարգավորումներ կան, դիցուք, օրինակ, հոլոկոստը արդարացնելը, հրեաների ցեղասպանությունը արդարացնելը եւ դա հրապարակային հանրային կարոզ իրականացնելը, դրա դեմ ինչ կարգավորումներ կան։ Տեսեք, առհասարակ ցեղասպանություն տերմինը ինքը ընդհանուր առմամբ լայն մոտեցում է ցուցաբերում եւ դրան արդարացնող հենց հոլոկոստին եւ մնացածին վերաբերելի էր նաեւ 136-րդ հոդվածը եւ այդ մասին մենք հանձնաժողովի նիստին բավականին երկար քննարկում ունեցել ենք։ Այսինքն այն առումով, որ ավելի նեղացնենք այդ հիմնավորումը, այս առումով ընդհանրապես այս նոր ձևակերպումը դրա հիմքը չի տալիս, բայց ինչ վերաբերում է ցեղասպանություն տերմինը, ես կարող եմ նույնիսկ Աղայանի բացատրական բառարանից, որը որ այս
նախագծով նաև որպես ավելի ծանրացնող հանգամանք է բերվում նսեմացնել մի րոպե ազգային էթնիկ ծագման կրոնական պատկանելիության վրա անձին կամ անձանց խմբի նկատմամբ պատելություն, խնդրականություն կամ բռնություն հրահրել է։ Ես ուզում եմ ասել, որ ցեղասպանություն տերմինը հենց Աղայանի արդի հայերեն բացատրական բառարանի 76 թվականի հրատարակչության երկրորդ հատորի 1474-ում որպես բացատրություն բնակության առանձին խմբի ազգային փոքրամասնությունների ժողովրդին են ոչնչացումը, կոտորածը, ռասայական, ազգայական կամ կրոնական շարժառիթներով, նաև գենոցիդը։ Պես որ այս առումով ինքը լայն կիրառություն ունի եւ կարող է օգտագործվել, ելի եմ ասում, փաստական տվյալներով այս պահին որևէ քրեական գործ, որևէ մեկի նկատմամբ ցեղասպանությունը հերքելու, ուրանալու, նսեմացնելու վերաբերյալ չկա։ Արձագանք։ Ղազարյան, ցեղասպանության տերմինի համար Աղայանի բառարանին պետք չէ հղում անել, պետք է հղում անել Լեմկինին, որը միջազգային տերմին ջենոսայդ ցեղասպանություն մտցրել է, հիմք ընդունելով 1915 թվականի նաև հայոց ցեղասպանությունը։ Ես նորից եմ հարցնում. Եթե այսօր հրապարակային հрьяաների հոլոկոստը արդարացնում են, հрьяաների կոտորածն արդարացնում են, եւ ձեր իշխանության պայմաններում այսօր Հայաստանում տոտալ քարոզչություն է կատարվում։ Եվ դուք ոչ թե ասում եմ թե քրեական գործ կա թե չէ, ասում եմ օրենսդրորեն ինչ մեխանիզմներ կան, որով կարող է այդ ամենը կանխարգելվել եւ դրա համար պատասխանատվության ենթարկվել։ Մնացածը կասեմ։ Պարոն Մանուկյան, եթե դուք նման դեպք գիտեք եւ արձանագրել եք, խնդրում եմ դիմեք եւ հաղորդում ներկայացեք եւ ըստ դրա էլ օրենսդրական նկատառումներով այդ կքննարկվի եւ որոշում կկայացվի։ Շնորհակալություն։ Տիկին Ղազարյան, հարցերը ավարտվեցին։